Ում է երկրորդ ձեր հարցադրմանը, ես երբեք չեմ պատրաստվում լինել Ռուսաստանի փաստաբանը, մեկ։ Երկրորդ, ես ընդամենը խոսում եմ հետևյալ իրողության մասին։ Նիկոլ Փաշինյանը իրենց ամբողջ պրոպագանդան միշտ ասում են, բա ինչ անենք, լավ, որ ասենք զիջումների են գնում, բա չունենք դաշնակիցներ, չունի Հայաստանը, ինչ անենք։ Բայց իրենք մոռանում են, որ այդ իրավիճակը, որ Հայաստանը դաշնակիցներ չունի, որը իրանք հաստատագրում են, իրենք են ստեղծել, որովհետև մինչև 2020 թվականները, 20 թվականը, 20 թվականը, երբ որ պատերազմը սկսեց, Հայաստանը ուներ դաշնակիցներ, եւ այդ երեք գերտերությունները, որոնք Մինսկի խմբի համանախագահությունն էին կազմում, դրանք դաշնակիցներ էին։ Ու առաջին հերթին այն հարցում, որ իրանք զսպում էին Ադրբեջանին ագրեսիա կատարելու այդ բանից, մտքից։ Նրանք չէին թույլ տալիս Ադրբեջանը ծավալի հարձակում կամ փորձ լուծելու Ղարաբաղյան խնդիրը ուժով։ Չէին թույլ տալի։ Դա իրանց ֆունկցիան էր, դա իրանց առաքելությունն էր։ Այդ երեք երկրներն էլ ունեն շատ կարևոր հայկական համայնքներ, որոնք ունեն ազդեցություններ այդ երկրներում։ Իրենք երեքն էլ կներեք մի վիճակում, երբ որ ռազմական բալանսը վաղուց արդեն թեքված էր Ադրբեջանի կողմ, կատարում էին Ադրբեջանի զսպման գործառույթ։ Բայց երբ որ Նիկոլ Փաշինյանը մերժեց բանակցությունները, մերժեց 2019 թվականի հոյակապ պլանը, ինքը ու դա է իր գլխավոր հանցագործությունը, զրկեց այդ դաշնակիցներին զսպման մեխանիզմները գործածելու կարողությունից։